Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարժվենք առաջ, շատ ու շատ թեմաներ կան, ստեղծագործություններ կան, որոնց շարժառիթը ստեղծագործող մարդու համար եղել է կինը, որովհետև ամեն վարքյան կարող ենք բացահայտել կնոջ իր բնությամբ եւ էությամբ եւ կարծես կինը լինի աշխարհի ամենահետաքրքիր ստեղծագործություններից եւ գրքերից մեկը։ Ժամանակին Ռաֆին ասել է կինն է այն առանցքը, որի շուրջ պտտվում է քաղաքակրթությունը։ Ես լիովին կարող եմ համաձայնել քեզ հետ։ Ինչևէ շատ կարևոր թեմաների մասին մենք զրուցելու ենք հոկեբան Միրդադ Մադացյանի հետ։ Հարգարքներս պարոն Մադացյան։ Բարի լույս պարոն Մադացյան, բարի գալուս մեր տաղավար առաջին անգամ տեսնելու համար։ Շնորհավորում եմ կանանց տոնը, Հայաստանի բոլոր կանանց տոնը, թող լինի ուրախոր, թող լինի մինչև ապրիլի 7-ը, թող լինի sense հաճելի ու լավ շրջան իրանց։ Եվ հետո նաև մի ամբողջ տարի։ Շնորհակալ եմ։ Ու սովորաբար ես սիրում եմ ասել տոնը տենց առանձնահատուկ չպիտի լինի։ Կանանց տոնը ամեն օր է, անկախ ձմեռը ամառա թե չէ, ու ես կարծում եմ որ կինը ինքը իր գոյությամբ արդեն տոնը։ Պարոն Մադացյան, ինչ բուն թեմային կանցնենք եւ ձեզ հետ միասին որպես մասնագետ, որպես հոկեբան կփորձենք հասկանալ կնոջ դերը, նշանակությունը, կարևորությունը տարբեր բնագավառներում, տանը դրսում, մայր կարգավիճակում, աշխատելիս, կարիերա ստեղծելիս եւ այլն, նման հարցերի մասին ինչ խոսենք, հետաքրքիր մի բան։ Հանրային դեպս մեր եթերների ընթացքում մենք հիմնականում հյուրընկալել ենք հոկեբանների, ովքեր շատ ավելի երիտասարդ սերունդ են ներկայացնում։ Բայց այստեղ չէի կարող այս հարցը չտալ, դուք վստահ եմ որ շատ ավելի երկար տարիների փորձ ունեք որպես հոկեբան։ Ես երիտասարդ սերունդ ներկայացնում։ Ես գիտեմ, բայց ամեն դեպքում ապրած մի քիչ ավել օրերը իրենց դրական թե բացասական ազդեցություն ունեն որպես հոկեբան եւ արդյոք տարիները օգտում են որպեսզի շատ ավելի ճիշտ ուղղվածությամբ բացահայտեք կնոջը իր ողջ էությամբ։ Մի քիչ խոսենք տարիների փորձի մասին եւ դրա ազդեցության որպես հոկեբան, որովհետեւ Այսինքն տղամարդը որքան հասունանում, այնքան ավելի լավ է ճանաչում կնոջը, թե հակառակը։ Հենց դա էլ ես ուզում եմ մեր հյուրից իմանալ։ Ես էսպես փորձեմ ասել։ Տարիները իրենցով ոչ մի արժեք չունեն։ Եթե շատ կարևոր է թե ինչ որակով ես դու այդ տարիները ապրում։ Ես ճանաչում եմ երիտասարդների, ովքեր շատ ավելի խոր վերաբերմունք ունեն հարցերի նկատմամբ եւ ճանաչում եմ տարեց մարդկանց, որոնք իրենց կյանքի ընթացքում միևնույն է չեն կարողացել ձևավորել այդ վերաբերմունքը։ Երիտասարդությունն էլ է պայմանական, եթե մենք չենք խոսում տարեգրային նոմինալների մասին, հա, ասենք թվերի, որը մեր շուրջը գրվում է, ես ճանաչում եմ ինչպես կասեր իմ կերներից Աշոտ Ղազարյան 30 տարեկան բիձեքի իր դեռով ասեմ, որոնք սկստացնելով կանաչ լույսի տակ ճանապարհն են անցնում եւ 70-անց իդման աշխուժ մարդկանց, ովքեր շատ երիտասարդ են իրենց բնույթով։ Դրա համար չեմ ուզում մենք թվով որոշենք տարեգրությունը, այսինքն մենք ասենք սա կոնկրետ 58 կամ 62 եւ սա չի խնդիրը։ Կնոջ հասկանալու մոտեցումը կապված է ցանկության հետ, վերաբերմունքի հետ եւ մնացած բոլոր բաների հետ։ Ցավոք սրտի հին ժամանակներից մեզ մոտ եկած մի հատ ստորադասում ա եղել, մեզ մոտ աշխարհում ա եղել ստորադասումը, որը միգուցե ավանդապաշտության քողի տակ առ այսօր ինչ որտեղ դեռևս արկայծում է, հաշվի չառնելով, որ այսօր կինը շատ ավելի ուրիշ դերակատարում ունի եւ քաղաքական եւ բոլոր ոլորտներում եւ նույնիսկ առ այսօր մենք տեսնում ենք չնայած փողոցում բազմաթիվ վարորդ կանայք կան, բայց միևնույնն է մենք տեսնում ենք կանխակալ վերաբերմունք որոշ վարորդների կողմից, հա, կին վարորդներին, ես երբեմն ասում եմ կին վարորդները միգուցե շատ ավելի կանոնակարգված են վարում։ Ասում եք, թե հայրական պաշտպանական բնազդ ունեն կանայք, իհարկե ոչ բոլորի մասն է խոսքը, եկեք մի անգամից չողջունենք, բայց կա այդ ամենը։ Ուզում եմ ասեմ, որ եկեք հասկանանք, որ շատ կարևոր է ինչ որակով ես դու քո օրը ապրում։ Ու սա բերելու է նրան, թե քո ապրած տարիները կունենան ազդեցություն նրա վրա, որ դու ավելի խորությամբ կհասկանաս կամ կգնահատես, թե չէ։ Որովհետև կարող ես այդպես էլ մակերեսային ամբողջ կյանքդ ապրել ու չհասկանալ, վերջը։ Իսկ արդյոք այդ տղամարդու կողքի կինը իր ապրելակերպով, իր հույզերով, իր վերաբերմունքով այդ տվյալ տղամարդու նկատմամբ ազդում է այդ տարիների որակի վրա։
Ես նախ ուզում եմ մի փոքր ուղում մտցնեմ, որովհետև երբ որ ես տարիների մասին խոսում եմ, սա եւ կնոջն է վերաբերվում, եւ տղամարդուն։ Սա բացառապես տղամարդուն չէր վերաբերում, անկախ նրանից, որ այսօր կանանց տոնն է, էլի։ Միևնույնն է կանանցն էլ է այդպես։ Մարդուն է ձեր ասածը վերաբերում։ Եվ սա փոխադարձ է երկու դեպքում։ Իհարկե կինը կարող է ազդել տղամարդու վրա, այստեղ մի փոքր եկեք ուրիշ ռակուրսից վերցնենք։ Մի հատ սխալ թեզ կա ընդունված աշխարհում, որը բերում է ամբողջ այս թյուրիմացություններին։ Մրցակցությունը գենդերային, որը որ այս թեզը, որը sense տարվում է, կինն է ուժեղ թե տղամարդ, կինն է խելոք թե տղամարդից չոր հա գնում է, որին ես սիրում եմ պատասխանել հետևյալ կերպ՝ դեղցնա համով թե քյաբաբը։ Սա տարբեր բաներ են, ոնց եք դուք իրար հետ համեմատում, որ մի հատ էլ գնահատեք որն է ավել, սա տարբեր նշանակություն ունեցող բաներ են, տարբեր հայեցակարգ ունեցող բաներ են, տարբեր առաջնային վախեր ունեցող, տարբեր բնության միսիա ունեցող, հա, բաներ մարդիկ են, հա, ասենք արարածներ են, որպեսզի մենք բերենք իրար հետ համեմատենք։ Ու սրանք հետաքրքիր են, որ առանձին եւ կինը եւ տղամարդը իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում։ Ներկայացնում են ժամանակ, երբ որ իրանք ստեղծում են այն ամբողջականությունը, որը բերում է Աստվածային արարչության նոր մարդու ծնունդի, չէ՞, այս ամենամեծ արարչությունն է աշխարհում, որը հնարավոր է այս երկուսի միացությունից, ոչ թե կոնֆլիկտից։ Հիմա հասկանում եք, չէ՞, աշխարհում բերվել է այս երկուսի կոնֆլիկտը, ու մենք սկսում ենք ինչ-որ ստորադասել, ես քեզ լավ եմ ավտոքշում, դու ես իմ ինչ ես, սա աբսոլյուտ հետաքրքիր չի։ Բոլորովին հետաքրքիր չի։ Հետաքրքիր է հետևյալն է, տարիների ընթացքում կինը ավելի ազատվել է իր առօրեական խնդիրների լուծումից եւ սկսել է ավելի շատ մասնակից դառնալ այլ օրակարգային հարցերի լուծմանը եւ բավականին լավ մասնակից է սկսել դառնալ ու մենք տեսնում ենք սա տարբեր ոլորտներում, տարբեր ինչում։ Բայց միևնույնն է, եթե մենք նույնիսկ նայենք այդ աստվածային մակարդակի վրա, ապա Աստված կնոջը վստահեց երեխա կրելու 9 ամիս շրջանը, այլ ոչ տղամարդուն։ Եթե մենք վերում ենք, հա, ինչ որ մրցակցության դաշտ, տղամարդուն չի վստահվել դա։ Բայց դա Եվ ինչ եզրահանգման են գալիս այս ամենից։ Ես խուսափեմ եզրահանգումների կար, որտեղ մի փոքր փիլիսոփայական կնի եզրահանգումները։ Ձեր ասածից ելնելով կարող ենք փաստել, որ եթե կնոջը վստահվեց այդ աստվածային բերկրանքը, իբնե առավելություն տրվել է ինչ-որ կերպ։ Այս այլ խանգարում է, առավելություն, ինչ առավելություն։ Որովհետև ինչպես դուք ասացիք, այո կնոջն է այդ հավասարակշռել երեխայի ծնունդի վրա կնոջ 9-ամյա չարչարանքը եւ տղամարդու 15 վայրկյանանոց։ Բայց նա չարչարանք նժանների վրա ու հասկանալ, որ վերջը տղամարդը շատ ավելի մեծ աշխատանք է կատարում։ Եկեք սա չհամեմատենք։ Եկեք միսիայի խնդիր լուծենք, որպես ստեղծագործող եւ որպես պահպանող։ Տղամարդ ստեղծագործող եւ կին պահպանող եւ հասկանանք, որ այս երկու միսիաներն էլ անչափ կարեւոր են, որտեղ եթե ստեղծագործությունը չունենա պահպանում, ապա դա կլինի անիմաստ, եթե չլինի ստեղծագործություն, դա կլինի անիմաստ։ Ինչ ենք մենք մրցում իրար հետ, մենք հասկանանք, որ այս տանդեմն է աշխատում։ Մենք նստած ենք տանդեմի վրա, մենք ու բաները, այս պեդալները տարբեր ձևի ենք պտտում, լավ չենք գնալու։ Պիտի համաչափ պտտենք, որպեսզի կարողանանք գնալ։ Այս է ամբողջ խնդիրը, ու քանի կա մրցակցություն գենդերային, չի դառնալու։ Այո, կինը գեղեցիկ սեր ենք համարում, մենք խոնարհվում ենք կանանց առաջ, այո, կինը դա տղամարդու մոտիվացիան է, եւ կինն է որոշում, ես միշտ եմ ասել տղամարդու կարիերան, մոտիվացիան, հնարավորությունները, թևերի հզորությունը, թռիչքի մասով եւ այլն, ինքն էլ կտրտում է դա։ Իմիջայլոց։ Այո, կինը բավականին մեծ դեր ունի տանը նաև երեխայի դասերակցության եւ մնացած բոլոր հարցերում, հա, այո, շատ բան կարող եմ ասել կնոջ մասին, մեծարել կնոջը եւ սիրում եմ դա անել, բայց դա չի նշանակում, որ ես դա ասում եմ նրա համար, որ վերջում կինը ասի, տեսեք, փաստորեն մենք ձեզնից լավ ենք կամ գուցե հասկացաք։ Լավը եւ ուժեղ չէ։ Ուժեղ ասելով։ Ոչ այդ բառով իհարկե լավ եւ ուժեղ։ կյանքի գործառույթների իսկ եթե ինքը լռում է, ես ինքս եմ ասում, որ դուք մեզնից լավ։ հրաշալի։ Ես շատ ուրախ եմ, որ մեր հարցազրույցի սկզբում մի սկզբանե խոսեցինք, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ավելի մասշտաբային դարձրինք այս թեման, որովհետեւ գուցե ինձ հետ համամիտ լինես, գուցե ոչ, բայց մենք հայերս ինչ որ սիրում ենք ինքնախարազանմամբ զբաղվել եւ այս գլոբալ խնդիրները մենք շատ ենք շեշտադրում, որ դա բնորոշ
բնորոշում է հայ կնոջը, հայկին էսպես, հայկին այնպես, հայկինը այսպես թե այնպես եւ այլն, նման խնդիրների հարցում ինչպես են հոգեբանները այսօր գուցե անվանենք այդ երևույթին պայքարել, որպեսզի հասարակությունը լինի ել ավելի քաղաքակրթված եւ հասկանա, որ եթե կան խնդիրներ, ապա դա միայն Հայաստան աշխարհին չի վերաբերում, դա շատ ավելի համաշխարհային բնույթ ունի եւ աշխարհն է գուցե պայքարում նման երևույթների դեմ։ Կնոջ դերը յուրաքանչյուրիս կյանքում օրինակ, որովհետեւ շատ ենք սահմանափակում ասելով, որ հայ կանայք սահմանափակված են եւ հայկին միշտ սահմանազատում կա այդտեղ։ Շատ ակցենտավորում ենք հայկին լինելը։ Դա լավ է թե վատ եւ ինչ առավելություն ունի հայկինը, եթե իհարկե ունի ամբողջ աշխարհի կանանց։ Մենք պիտի կարողանանք հասկանալ, եթե կա հայկին, ապա չկա հայ տղամարդ։ Ահա ինչի չի սահմանափակվում հայ տղամարդու որոշակի գործողություններ, ընդունվում ենք հայ տղամարդու կերածին մազերը, չգիտեմ ինչ որ բաներ, հա, որը որ հայեցի չի այսօր իմ կարծիքով, ինչ որ մեկի կարծիքով, ինչ ասեմ, հա։ Իսկ կնոջ ինչ որ մի վարքագծի տրվում է պիտակավորում։ Եկեք հասկանանք, որ էթնիկ հոգեբանությունը այո բնորոշ է մեզ, ոնց որ բոլոր ազգի ֆրանսիացի կինն էլ ֆրանսիացի բնորոշիչ հատկություններ ունի, հայ կինն էլ հայ բնորոշիչ հատկություններ ունի։ Հիմա հայ կնոջ համար top level-ը պոպոքի մուրաբա սարքելն է, չէ՞ համարվում, ասենք sense ասեմ։ Այս մեր հայկականն է, էլի ֆրանսիացի կինը պոպոքի մուրաբեն չի կարում սարքի, բայց ինքն իր top level-ը ունի, հա, ուրիշ, հա, ցեղեցիկ ուտում։ Հասկացաք, ուզում ասեմ, որ այս հայ կին ասածը չի պիտի տա հանձնային որոշակի բնութագրեր, որտեղ այս դեպքում մենք ուղղակի սկսում ենք պիտակավորել մարդուն։ Այս դեպքում ամեն բան կարող ենք ասել, հայ կինը այս թուղթը սենք չեր բռնի, հայ կինը այս ծաղիկի կողքը չեր նստի, ամեն ինչ կարելի է սրա կողքը ասել, ուղղակի անունը դնելով հայ կին, որը մետամակարդակային մի հատ նախատինք է, որտեղից արդեն դու սկսում ես ընկճվել, որտեղ այդ դեպքում ինձ կարելի է ասել, որ հայ տղամարդը կանաչ պիջակ չեր հագնի, ու վсё, էլի նույն ընկճանքը մենք կունենք։ Այսինքն փորձում ենք իդեալականացնել եւ ընկնում ենք կրակը։ Ես կարծում եմ սա ուղղակի ավանդապաշտական մի հատ սլենգ որը էլի գալիս է, այսինչի սկզբից խոսեցի գենդերային կոնֆլիկտից։ Էլի գալիս է գենդերային կոնֆլիկտից, որտեղ մենք կարողանում ենք այդ խոսակցականը մտցնել հայկին։ Ես նորմալ ասի, իսկ դուք լսել եք, որ ասեն հայ տղամարդ։ Հայ տղամարդը տես չեր անի, հայ տղամարդը տես չեր հագնի, հայ տղամարդը տես չեր գնա։ Այս ձևի քննադատություն քիչ ա լինում։ Բայց սովորաբար մեկը հայ կինը էս չեր հագնի, հայ կինը այստեղ չեր գնա, այս բանը չեր խմի, միշտ սա արծացվում է։ Այս դեպքում ազնվությունը ես ճիշտ չեմ հասկանում։ Սա ուղղակի տղամարդկանց չարաշահումն է ավանդապաշտության կանանց նկատմամբ։ Այսինքն սա խնդիր է, որը շտկման կարիք ունի, կարծում եք։ Իհարկե մենք շտկման կարիք ունենք, այստեղ խնդիր չկա, բայց եթե մենք վերցնում ենք օրինակ համաշխարհային մակարդակի մեջ, մենք պիտի հասկանանք որտեղա չափսը ու դա հենց էլ ավել չանցնենք, որտեվ երբեմն այդ շտկումը բերում է նրան, որ օրինակ Հայաստանում գործում են հարյուրավոր կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններ, որպես 40 տարի արդեն աշխատող հոգեբան, ես ասեմ, որ բռնությունները տղամարդկանց նկատմամբ անգամներ գերազանցում են կանանց նկատմամբ բռնություններից։ Բարոյահոգեբանական Այ քեզ անակնկալ է, եթե ոչ ֆիզիկական։ Հոգեբանական եւ ֆիզիկական։ Բայց մի հատ կազմակերպություն տղամարդկանց իրավունքները պաշտպանող ես չգիտեմ Հայաստանում, եթե գիտեք հուշեք։ Հայ հասկացաք։ Հիմա ես չեմ ստում, չէ՞, կանչել եք որ ասեմ իրականություն, չէ՞։ Ես ասում եմ։ Եվ հոգեբանական բռնությունները, սրանք ուղղակի հաշվել չի լինում ու բավականին։ Եվ այդ հոգեբանական բռնությունները, որոնք ավարտվում են ֆիզիկական բռնությամբ։ Մինչև դանակահարությունները։ Հասկացաք, որոնք նույնիսկ երբեմն լինում է, որ քրեական, то есть չեն հասնում ոստիկանություն, то есть կոծկվում են, որտեղ մեր միջավայրը չի ընդունում այս ընկճված տղամարդուն, բայց ընկճված կնոջը ընդունում է, ասենք, եւ այլ իրավիճակներ։ Եթե մենք դուրս ենք գալու կին տղամարդ կոնֆլիկտի սահմաններից, ապա ստեղ լրիվ այս ձեր ասած հայեցի կին բաման, այս արդեն դառնում է սին գաղափարներ, ու մենք սա մի անգամ ես դենենք նետում, հա, սենց ասեմ, փորձում ենք հասկանալ, որ մենք ունենք երկու մարդ, որոնք ունեն հոգի, էություն, արժե համակարգ, սպասումներ, մոտիվացիա եւ այլ բաներ, որոնք իրար հետ ու ազատության
ֆորմատի մեջ են իրար հետ շփվում, որտեղ պարզ է, որ կինը համարվում է գեղեցիկ ու իրան պետք է մեծարել ու խոնարհվել, տղամարդը համարվում է ուժեղ, ի բնե այդպես է, ու աստծուց այդպես է, հնարավոր չի, տղամային մարդու մկանային համակարգը ավելի ամուր է, քան կնոջը, որտեղ կինն էլ ծննդաբերություն ունի, տղամարդը չունի, հազար բան կա, հա, ասենք ֆիզիոլոգիական հատկանիշներ կան, որ ելնելով այդ ամեն ինչից, որ մենք կարողանում ենք այդ մեր պոպուլյացիայի մեջ կիննագեղեցիկ տղամարդն է, ձգտող տղամարդն է, առաջարկություն անող մարդկային հոմո սապիենս պոպուլյացիայի մեջ։ Իհարկե, այս ամենի հետ ես լրիվ համաձայն եմ, հենց այդ կոնֆլիկտը վերանում է։ Այսինքն ես եմ ուժեղ, թե դու, ես եմ խելոք, թե դու, ես եմ պետք չի, այս կոնֆլիկտը մեզ պետք չի։ Ուժեղությունից, մկանային զանգվածից ի բնե խոսեցիք, այ հետաքրքիր է հոգու մասին, հոգեպես ավելի կինը, թե տղամարդն է ուժեղ, ստրեսակայուն Տեսեք, ավելի։ բնությունից կնոջը տրված են հատկանիշներ, որը տղամարդուն տրված չեն։ Օրինակ, մի բան, որը դուք սիրում եք ասել, ինտուիցիա։ Շատ լավ դուք կարողանում եք կարդալ ոչ վերբալ լեզու, որտեղ ձեզ տրված է մայրանալու ֆենոմենալ հատկությունը, իսկ մայրանալու առաջի փուլում, երբ որ երեխան դեռ խոսք չունի, դուք ստիպված պետք է լինեք հասկանաք այդ երեխան սոված ակուննա տանում ինչի է նկատվում եւ այլն, թե շատ լավ կարդակ ոչ վերբալ լեզու։ Սա ֆանտաստիկ մի բան է, որ տղամարդը ի վիճակի չի ու շատ ամուսիններ իմ հետ կհամաձայնեն, որ շատ դեպքերում կինը ասում է ոնց որ տակնակեղտոտ է ու տղամարդը չի հասկանում ոնց հասկացավ սա, որովհետև կարծես թե նույն նվոցն էր, ոնց որ մի քիչ առաջ էր, որը ոնց որ սովածերն էր, հա։ Դες ես այս ամեն ինչը կարողանում եք տարբերակել։ Տեսեք, արդեն մի ֆենոմենալ իրավիճակ ստեղ։ Երկրորդ դեպքում սա բանն է, պահպանողականության որոշակի սկզբունքն է, որը տրված է կնոջը էլի մայրությունի ընտանիքի գաղափար ստեղծելու, այդ օջախ ստեղծելու, պահպանելու գաղափարը, որ ավելի շատ կնոջն է տրված, քան տղամարդուն, ինչքան ուզում եք պահանջեք, տղամարդը եղել է որսորդ, դուրս է եկել մամոնտա խփել, կինը փորձել է քարանձավի կրակը պահել, որ տղամարդը մամոնտի միսը բերի, կարողանա խորովել։ Սա եղել է էությունը, ոչ մի բան չի փոխվել առ այսօր ըստ էության, հա, ի բնե։ Դες բաներ կան նույն հուզական ոլորտը, հա, կանայք, եկեք սեն չանենք բոլորս ճանաչում ենք կին, որը քիչ հուզական է, բոլորս ճանաչում ենք տղամարդ, որը հուզական է, մենք խոսում ենք ընդհանրացված վիճակի մասին։ Ընդհանրացված վիճակում բարձր որ կինը ավելի հուզական է, բնականաբար, բայց իհարկե կինը պիտի հոգատար լինի, ավելի հուզական լինի, ինքն է պատասխանատու իր երեխայի մեծացմանը ինչ-որ մի փուլ, հա, կենտրոնության մեջ դա այդպես ընդունված է, մեր մոդելը այդպես ընդունված է։ Նույնը տղամարդուն տրված է մի քիչ ուրիշ հատկանիշներ, ավելի մկանային համակարգ, որոշակի ավելի պրագմատիզմ, քան կնոջ մոտ է դրված եւ այլն։ Ու ես չեմ ասի դրանցից որն է լավը, որը վատը, այսպիսի բան գոյություն չունի։ Հա, երկուսն էլ անհրաժեշտ պայմաններ են, որտեղ եթե մենք երկու անձ ունենք ընտանիքում, որ երկուսն էլ հուզական են, այդ ընտանիքը պատկերացնեք, չէ՞ ինչ։ Կամ երկու ազգ ունենք, որտեղ երկուսն էլ պրագմատիկ են, էլի նույն բանը տեղի կունենա։ Այստեղ պիտի մենք կարողանանք այդ ինյան սկզբունքով, իրար լրացնելու սկզբունքով կազմենք մի ամբողջականություն։ Հիմա մի ընտանիքում սենց է լրացվում, մի ընտանիքում հակառակն է լրացվում, խնդիր չեմ տեսնում ես, то есть չկա այդպիսի պայման, որ անպայման սենց պետք է լրացվի, չէ, ոնց լրացվեց դա ճիշտ է, այսպես ասեմ, հա։ Բայց ամեն դեպքում ամեն նախադասության վերջում պիտի ասեմ, կինը մեզնից լավ։ Այսօր այդ օրն է, չէ՞, ճիշտ է։ Ժողովրդական լեզվով ինչպես ասում են, չէ, զանգակ եւ բամբակ։ Այդ ընտանիքում ասեցի խոսք կա։ Դրա մեջ ճշմարտություն կա, զանգակ եւ բամբակ, բայց ելի եմ ասում, այդ եկեք տրադիցիոնալ նշանակումներ չանենք, որ տանտերը պիտի լինի ընտանիք։ Ես լրիվ ընդունելի եմ համարում որոշակի ընտանիքի մոդել, որտեղ տան լիդերը լնումա կինը, ռեցիսիվ լնումա տղամարդը, բայց երկուսն է կոմֆորտ է։ Հասկացաք, չէ՞, то есть իրանք այդպես են լրացվում։ Այ ամենակարևոր բաներից մեկը ասացիք, որի շուրջ դեպի ամփոփում գնալով իհարկե հարցազրույցիկ ցանկանայի շոշափել այս թեման, այդ ներդաշնակությունը, այդ հարմարավետությունը զույգի մեջ երբ որ ստեղծվում է, հատկապես երիտասարդ ու նորաստեղծ ընտանիքներում շատ հաճախ կողքից խանգարող հանգամանքներին զույգ այնքան է տրվում, որ կորցնում են իրենց իսկ ստեղծած հարմարավետությունը եւ հոգեբանական առումով եւ կենցաղավարության մեջ։ Եվ շատ հաճախ մենք լսում ենք, որ հարևան պետություններում դա կլինի Ռուսաստանի դաշտությունը, Եվրոպա, Ամերիկա եւ այլն, ասում են, ախր մարդիկ այնքան հանգիստ են ապրում, ոչ ոք չի խառնվում հանձնական դաշտին եւ այլն։ Այ ի՞նչն է հիմա մեզ պակասում, պարոն Մադասյան, այս դեպքում։ Գուցե այդ արտաքին ազդակներին շատ են տրվում եւ կանայք եւ տղամարդիկ եւ կորցնում
հասցնում են հենց իրենց ստեղծած ձեր ասած կոմֆորտը, հարմարավետությունը, որի մեջ երջանիկ ապրում էին մարդիկ։ Ինչու ենք մենք այդքան տրվում կողքի կարծիքին եւ այդքան կարեւորություն տալիս նման կամ խոսակցություններին։ շատ ավանդական կամ տրված այո արտաքին այդ ազգակներին Եվ սրա համար հարց ենք տալի կարծես թե ավանդական ենք եւ ցույց ենք տալի եւ դրսեւորում ենք այդ ձեր ասած ցուցադրողականությունը։ Ցուցադրողականության շեմը մոտ վերջերս չգիտես ինչի չէ, կարելի է բացատրել, շատ աճել է։ Ու մենք շատ ավելի նկարում ենք ինչ ենք ուտում, քան դա ուտում ենք։ Հասկացաք, չէ՞, մոտավորապես փորձեցի օրինակը բերել վառ, շատ բարձ եւ դիպուկ էր, այո։ Բայց դա կարա դուր չգա։ Ես ֆուագրա չեմ սիրում։ Բայց ես կնկարեմ, գցեմ, հա, ես իմ վրա ասեմ, որ հասկանաք, հա, Instagram, որից հետո կասեմ ես ֆուագրան տարեք, ինձ բերեք խաշ ուտեմ։ Հասկացաք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Որպեսզի հասկանաք ինչի է դառնում կոնֆլիկտը։ Իսկ եթե ավելի գլոբալ ընտանիքը դա արգենտինական տանգո է։ Որտեղ կարծես թե տղամարդը վարում է լիդերը, լավ չասեմ տղամարդը, բայց բոլոր գեղեցիկ էլեմենտները ցույց է տալի կինը։ Եվ այդ երկուսը երբ որ ապարում են, ոչ մի երրորդ մարդ այդտեղ նշանակություն չունի։ Ու երբ որ իրանք ապարում են, դու ասում ես, հեսա սա սրա ոտը կտրորի, բայց իրանք իրար ոչ չեն տրորում։ Ու շատ գեղեցիկ բան է ստացվում։ Երբ որ այս երկուսը հասկանում են այդ պարը, երբ որ իրանք սկսում են իրար հետ ապարել, մագրանի ֆոլը, հա, այդ ոտը ասենց արագ անցկացնելով, առանց տրորելու, առանց խփելու, առանց վնասելու, իրար զգալով, իրար զգալով։ Նույն լեզվով, այո։ Կինը զգում է տղամարդու այդ ձեռքերը, որի վրա ինքը կարողանում է հենվի ու տա այն ելևեջները գեղեցիկ, որով որ զարմանում ու ուրախանում ենք մենք։ Այդ ժամանակ մենք ստանում ենք ընտանիք։ Պատկերացնում եք երկու հոգի արգենտինցի տանգո պարը, մենք բոլորս կողքից ասենք, այդ ոտը տենց մի արա, տենց ձեռը տենց արալ է։ Չի ստացվի այդ բանը։ Հասկացաք, չէ՞ ինչ եմ ասում։ Պիտի երկուսով պարեն։ Իրանք գիտեն ոնց կպարեն։ Ու ոնց էլ պարեն դալնելու է գեղեցիկ։ Հարմոնիան այդպես կանոններից մեկն է։ Այո, եւ պարոն Մադացյան, մենք տարիների իհարկե չենք հաշվում, բայց ասացիք, որ 40 տարի արդեն փորձ ունեցող մասնագետ եք, ուզում եմ հասկանալ այն հավերժական հարցի պատասխանը դուք գտել եք որպես հոգեբան, ինչ է ուզում կինը։ Ամեն ինչ ու միանգամից։ Շատ լավն էր։ Շնորհակալություն։ Ումից ավելացնելու բան։ Չէ, շնորհակալ։ Կարող եմ նորից շնորհավորել բոլոր կանանց, ասել, որ դուք ծաղիկներ եք, դուք պիտի միշտ լինեք գեղեցիկ եւ ես հորդորում եմ տղամարդկանց միայն այս տոները չընդունել որպես կանացի տոն, որովհետեւ ես համոզված եմ, որ յուրաքանչյուր տղամարդ, եթե հայտնուի ներսը կտեսնի, որ կամայական տարիքում ինքը ունի իր գեղեցկությունը, դա իր կինն է, որ այդ պահին իր կողքն է եւ ամեն օր արժի երախտապարտ լինել Աստծուց, կնոջից, որ այդ պահին ինքը կիսում է իր օրը այդպիսի գեղեցիկ էակի հետ։ Շնորհակալություն։ Մեզ որ տաղավարում է հոգեբան Միհրդատ Մադացյանը, սիրելի ընկերներ, շատ կարևոր խոսքերով, բարի, պարզ եւ անկեղծ բանաձևերով, որ ուղղակի պետք է գտնենք ու ապրենք ու վայելենք մեր կողքի կանանց ներկայությունը։ Մենք հաշտվում ենք այսպես ներքուստ այս սրույցից հետո ինձ թվում է։ Դու զգացիր երևի։ Շնորհակալություն, բանականներ, եթե լինի բարև երկիր րոպեներ անց կլինենք ձեզ հետ միասին համեցեք։